Հաղորդման գործընկեր MG Group սուպերմարկետների ցանց։ Սանտան կորել է, բոլոր բաժինները ստուգեն վերջին տեղակայումը։ Այ, էստեղ են իսկական հրաշքները, լավ գնով, լավ որակով։ Սանտան գտնվեց։ Եթե ուզում եք, որ նոր տարին իսկապես հրաշքներով լցվի, գնացեք այնտեղ, որտեղ նույնիսկ Սանտան է գնում։ Հաղորդման գործընկեր Երևանի շամպայն գինիների գործարան։ Հայկական շամպայն, առաջին շամպայնը Հայաստանում, շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ։ Հաղորդման գործընկեր Դան Դեսերտ։ Հաղորդման գործընկեր Արև հայկական անուշեղեն։ Հաղորդման գործընկեր Արքայաձոր ռեստորան։ Սիրով բոլորին հրավիրում ենք նոր Արքայաձոր ռեստորանային համալիրի փակսրահ վայելելու ամենօրյա շոու ծրագրերը և համեղ խոհանոց։ Քշել եմ քեզ մի մեծ նամակ, ուզում եմ այս տարի ուրախը իմ նորմալ լինի, սեր ու բարություն մի քիչ, հոգատարություն մի քիչ, հանգստություն, շատ բան չեմ ուզում, նոր տարին երազանքներ Անսպասելի ամեն տարի Առանց փողկապի հաղորդաշարը իր հավատարիմ ընկերների և գործընկերների հետ ամփոփում է 2025-ը։ Երևանի շամպայն գինիների գործարանը MG Group սուպերմարկետների ցանցը, Դան Դեսերտը, Արև հայկական անուշեղենը, Արքայաձոր ռեստորանում հանդիպում են կազմակերպել առանց փողկապի։ Այսօրը վայելում ենք մարդկանց հետ, որոնց հետ ապրեցինք 2025-ը, որոնց հետ ապրեցինք 365 ակնթարթներ։ Սիրո ու նվիրումի ձեռքբերումների ու վերելքների պահեր 2025-ին շատ ունեցանք։ Այո, նաև հիասթափություններ, ցավոք նաև կորուստներ։ Սովորեցինք, հավատացինք ու հիասթափվեցինք, հետևություններ արեցինք։ Շնորհակալություն 2025։ Թող 2026-ը լինի խաղաղության, սիրո ու հավատարմության, ապրելու և արարելու տարի։ Թող 2026-ը լինի երազելու և երազանքների հետևից մեծ թռիչքներով գնալու տարի։
Տիկին Հակոբյան, տարեմուտը անցյալն ամփոփելու, անցյալից հետևություններ անելու, ինչու՞ չէ նաև ապագան կանխորոշելու, պլանավորելու լավագույն առիթ է։ Եթե փորձենք 2025-ն ամփոփել, հայ-ամերիկյան առողջության կենտրոնի համար բեղմնավոր տարի էր։ Իսկապես իրականում, որովհետև արդեն ունեինք այն սարքավորումները, այն գործիքները, այն միջոցները հետազոտությունների, որոնց մասին երազել եմ անգամ, եւ շատ ավելի բազմազան են դարձել մեր ծառայությունները եւ ավելի մարդկանց համար սպասարկումները դարձել են ամբողջական։ Այդ իսկ պատճառով բնականաբար մեր այցելուների թիվը եւս շատացել էր այս տարի։ Ամեն տարի մենք ունենում էինք 50-55 հազար, այս տարի մոտ 70 հազար այցելու ենք սպասարկել եւ բարեբախտաբար դրանց մեջ մոտ 1000 հոգու կարողացել ենք ճիշտ ախտորոշում եւ վաղ ախտորոշում դնելու արդյունքում կյանք փրկել։ Դրա համար ես ուրախ եմ, հպարտ եմ իմ թիմով, իմ բժիշկներով, աշխատակազմով, որոնք նվիրված են, աշխատում են շատ մեծ սիրով եւ շատ հաճախ եմ լսում խոսքեր գովասանքի, գովեստի, թե ինչպես են մարդիկ շնորհակալ լինում, ինչպես են մարդիկ գոհունակություն հայտնում։ Դա ինձ միայն պարտավորեցնում է, որովհետև ես դրանից հետո մտածում եմ եւ որոշում շատ ավելի ուրեմն պետք է լավ աշխատես, որպեսզի հանկարծ մարդկանց մոտ չառաջանա հակառակ մտքեր, հակառակ տպավորություններ։ Հուսով եմ, որ 26-ը նույնպես մեր համար նման բեղմնավոր տարի կլինի եւ մեր այցելուների թիվը, առողջ այցելուների թիվը ավելի կշատանա։ Տարեմուտն անցածն ամփոփելու համար լավագույն առիթ է թերևս։ Իսկ 2025-ին բազմաթիվ հաղթանակների, սպասումների, հույզերի ակնթարթներ վայելեցիք։ Իհարկե, եթե ամփոփենք 2025 թվականը, կասեմ, որ երջանիկ տարի էր մեր ընտանիքի համար, թե գործնական, թե ընտանեկան, համալրում տեղի ունեցավ մեր ընտանիքում եւ գործնական բազմաթիվ հաջողություններ գրանցեցինք։ Վերաբացվեց բժշկական կենտրոնում Բեգլարյան GGRC Արմենիա վերարտադրողական առողջության կենտրոնը, որը միջազգային կենտրոն է, որի կարգախոսն է երջանկացնել մեր կանանց, ովքեր ունեն պտղաբերության խնդիր։ Հիմնեցինք հայկական ասոցիացիան պտղաբերության Oncofertility Armenia ասոցիացիան, որը հնարավորություն կընձեռնի ինչպես դեռահասներին, այնպես էլ ռեպրոդուկտիվ տարիքի կանանց, ովքեր ունեն օնկոլոգիական խնդիրներ, ժամանակին համապատասխան օնկոլոգի խորհրդատվությունից հետո սառեցնեն իրենց սերմը, ձվաբջիջը, նույնիսկ ձվարանային հյուսվածքը։ Որպես առաջնային օղակի ղեկավար ցանկանում եմ տեղեկացնել, դեռևս մենք որոշակի դժվարություններ ունենք հաղթահարելու կապված ապահովագրական գործընթացի ներդրման հետ եւ որոշակի սկրինինգային ծրագրեր, դա պապիլոմավիրուսի, արգանդի պարանոցի քաղցկեղի եղբայր հայտնաբերման սկրինինգային հետազոտություններ, յուրաքանչյուր բուժառու պետք է իմանա այս ինֆորմացիան, որպեսզի իր գործունեությունը սկսի առաջնային օղակից։ Մեր ընտանիքը համալրվեց, մենք ամուսնացրեցինք մեր փոքր տղային եւ շատ երջանիկ ենք, որ մենք գտանք մեր աղջկան երրորդ զավակին եւ առիթից օգտվելով ցանկանում եմ, որ բոլոր երիտասարդները սիրով ամուսնանան, լինեն երջանիկ, ապրեն խաղաղ եւ ունենան բազմաթիվ երեխաներ։ Ամանորը ամեն տարի ինձ համար մնում է ամանոր, թե երաբլուրում անցկացնելու, թե տանը լինելուց ինձ համար մի յուրահատուկ տոն է եւ ամեն դեպքում այդ գիշերը եւ մոտակա օրերը նախորդող եւ հաջորդող ինձ համար հեքիաթային ինչ-որ խորհուրդ ունեն։ Երբեք ամանորից չեմ օգնում։ Մնացած բոլոր տոները թե վատ հիշատակվող օրերը թե լավ, ինձ համար միջոցառման ինչ-որ առիթներ են, իսկ ամանորը մնում է հեքիաթայի յուրահատուկ տոն։ Ցավոք սրտի հեքիաթը 18 թվից ինձ համար վերածվել է ուրիշ բանի, բայց ես միևնույն է իմ հեքիաթը ունեմ եւ ես այնտեղ եմ ապրում։ Իմ վառ հեքիաթում բարբարոս ստի աղոթքը չկա։ Ես իմ հեքիաթում ունեմ իմ աշխարհը, իմ ընկերները, իմ գույները, իմ տոնածառը, որը երբեք չի խամրում։ Իհարկե այդ խաղալիքները, որոնք իմ ընկերներն են, երբեմն կոտրվում են,
բայց դրա փոխարեն նոր խաղալիք անպայման գտնում ենք։ Պարոն Ենգիբարյան, հայոց հացերի արքան լավաշը, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում է գտնվում, այսօր ձեր միջոցով, ձեր օգնությամբ ամբողջ աշխարհին է ներկայանում։ 2025-ին եւս նոր երկրներ, նոր մարդիկ համտեսեցին ու իմացան Հայաստանի ու հայկական հացերի մասին։ Այո, իհարկե, մեր ընկերությունը տարեց տարի իհարկե առաջ է գնում, իր վաճառքի աշխարհագրությունը ընդլայնում է, ստայնում ծանոթացնում է հայկական լավաշի, հայկական պրոդուկտի հետ։ Նաև մենք փորձում ենք հայկական լավաշի հիմքի վրա ստանալ նոր պրոդուկտներ, որը որ ներկայացնում ենք։ Ամանորի անբաժանելի մասը նաև տոնական համեղ սեղաններն են։ Եվ ՍՄԱԿ-ը եկավ թեթևացնելու հայ կնոջ անվերջանալի թվացող հոգսերը։ 2025-ը ՍՄԱԿ-ի համար հաջողակ տարի էր։ Ոչ մի նոր տարի մենք չենք դիմավորեն ուղակի։ Մենք սիրում ենք սեղանները լի լինի եւ մենք սիրում ենք տեսնել այն, ինչ որ կապված է մեր մանկության հուշերի հետ։ Մենք մեր կոլեկտիվով, մեր խանութով փորձում ենք թեթևացնենք մեր հայ կնոջ նոր տարվա հոգսերը։ Ինչու՞։ Մենք ուզում ենք, որ իրանք զբաղվեն իրանցով։ Մենք ուզում ենք, որ իրանք ավելի շատ սիրեն իրանց հանգիստը։ Մենք ուզում ենք, որ իրանք դիմավորեն նոր տարի, ոնց որ իրանք մեր երեխաներն են, անհոգ եւ անակնկալներով եւ ուզում են, որ իրանք հրաշքներին հավատան։ Եթե մենք թեթևացնենք ձեր հոգսը, դուք ավելի շատ կհավատաք հրաշքներին։ Այո, իսկ հրաշքների հավատում են բոլորը։ Իհարկե, եւ փոքրիկ եւ մեծերը։ Ես էլ եմ հավատում հրաշքներին։ Պարոն Գևորգյան, ես գիտեմ, որ 2025-ը բավականին հարուստ գտնվեց ձեզ համար, 3 նախաձեռնություններ ռեկորդային, համաշխարհային ռեկորդային գրքում գրանցվեցին, ճիշտ եմ։ Այո, բայց դրանից առաջ էլ ավելի մեծ հաջողություն ունեցա, որովհետև թորնիկ ունեցա։ Այ, հրաշք։ Անցած տարվա վերջում մի թորնիկս ծնվեց եւ այս տարվա արդեն մեջ ծնվեց իմ երկրորդ թորնիկը, դա իմ ամենամեծ ձեռքբերումն էր, որ մեր տունը լցվեց, այո, հրաշալի գանձերով։ 2025-ը նպատակների իրականացման տարի էր։ Այո, անշուշտ շատ հետաքրքիր տարի էր ինձ համար, հատկապես աշխատանքային մասով, եթե վերցնեմ, մեծ երազանք ունեի գեղարվեստական ֆիլմում նկարվելու եւ նկարահանումներ ունեցանք Արարատ 73-ին նվիրված Զալատոյ դուբլ ֆիլմում, ես իմ փոքր դերակատարմամբ ու անհամբեր սպասում եմ 2026-ին, որ պրեմիերան կայանա, որովհետեւ ինձ համար ու իմ աշխատանքային գործունեության համար իր ուրույն տեղը գրավող աշխատանք էր, որին անհամբեր սպասում եմ։ Մարդու հոգու ճախրանքին թևեր են տալիս պարարվեստի նվիրյալները, եւ ձեր օգնությամբ, ձեր շնորհիվ հայկական պարը ապրում ու ապրեցնում է։ Առանց համեսության ուզում եմ ասեմ, որ մեր համար տարի շատ հաջող տարի էր։ Անցած տարվա ընթացքում շուրջ 10-12 նոր համարներ բեմադրվեցին եւ արդեն բեմ գնացի դրանք։ Արդեն կազմում են մեր ծրագրի անբաժանելի մասը։ Անցած տարում ունեցանք ռեֆլեկսիոն դահլիճներ, շատ լավ հանդիսատես, լավ խոսքեր լսեցինք, իհարկե պարտավորեցնող։ Եվ հիմա նոր տարվա շեմին, նոր գաղափարներով, նոր երազներով, նոր մտքերով շատ շուտ ամսվա սկզբից կսկսենք արդեն մեր ստեղծագործական աշխատանքները եւ կարծում եմ ապրիլին արդեն կներկայանանք նոր եւս մի 6-7 համարներով եւ կարելի է ասել, որ ամբողջ ծրագիրը թարմացվեց եւ կունենանք արդեն 2 զուգահեռ ծրագրեր, որոնցով կաշխատենք մի օր այս, մի օր մյուս ծրագրով եւ այս ամենը արվում է մեր հանդիսատեսի համար, իբրև մեր արվեստի, հայ ժողովրդի Մի խոսքով ամեն ինչ մեր նվիրալ կատարողները, դերասանները ամեն ինչ անում են, որ դա լինի հետաքրքիր, գունեղ։ Տիկին Աբաջան, հայտնի չինական մեծ պարիսպը մի քանի անգամ քանդվել է նվաճողների կողմից, բայց շատ արագ վերականգնվել է։ Չինական պարիսպի երկարակեցությունը բացատրվում է շինարարական ամրությամբ, նյութերի շաղախով ու ամրությամբ։ Հայաստանում չինական պատերի ամրությամբ շենքեր ու շինություններ կառուցվում են այն ընկերությունների կողմից, որոնք ձեր ղեկավարած լաբորատորիայի փորձաքննությունն են անցնում։ 25 թվականը շինարարության ոլորտը նույնպես մեր շինարարության ոլորտը գնալով ավելի հետաքրքիր է դառնում, ավելի որակյալ է դառնում։ Դա երևի նրանից է, որ հսկողները ավելի խիստ են մոտենում։ Մեր նորմատիվներն ավելի խստապահանջ են լինում,
Դա է պատճառը։ Այո, այս տարի շատ հաջողակ տարի էր։ Բոլոր տարիներն էլ, բայց այս տարի հատկապես 25-ը առանձնացավ նրանով, որ իրոք մեր ընկերության մասին կոնկրետ շատ լավ տարի էր։ 2025 թիվը եւ խանութի համար, իմ ընկերության համար հաջողակ տարիներ եւ ինձ համար անձամբ, որովհետեւ իմ երկու թորնիկները ունեցան հաջողություն իրանց դպրոցական եւ սպորտային կյանքում։ Եվ ես շատ ուրախ եմ, որ իրանք ունեն ինչ-որ մեծ հետաքրքրություն եւ ունեն ցանկություն հասնել արդյունքի հաջողության։ Ես շատ ուրախ եմ։ Դա կոփում է իրանց բնավորությունը եւ իրանք ավելի ուժեղանում են դրանից։ Բայց պետքա չմոռանանք, որ իրանք երեխա են ու մենք պետք է իրանք շատ սիրենք, որ իրանք սովորեն սիրել։ Հայկական տոնական սեղանները առանց Արև Անուշեղենի այսօր երևի թե հնարավոր չէ պատկերացնել։ 2025-ը իհարկե կրկին ձեռքբերումներով լի էր։ Մենք ամեն տարի աշխատում ենք, որպեսզի յուրաքանչյուր նոր տարին մեզ համար լինի նորովի, նոր ձեռքբերումներով։ Յուրաքանչյուր նոր քայլ մեզ տանում է ել ավելի նոր երազանքների իրականացմանը։ 2025-ին ունեցանք եւ նոր կորպորատիվ համագործակցություններ, նոր գործընկերներ, նաեւ շատ կարեւոր մեզ համար արտահանման փորձ ունեցանք։ Դեռևս իհարկե փոքր ծավալներով, բայց դա մեր առաջին քայլերն էր, որը շատ կարեւոր էր մեզ համար։ Բնականաբար նաեւ աշխատում ենք նոր տեսականիների վրա։ Շատ կարևոր է, որ այն ինչը մեր հին ավանդական հայկական ծեսերին, արարողություններին եղել է, այսօր եւս ապրի, սերնդե սերունդ փոխանցվի եւ մեր նպատակը հենց դա է եղել ի սկզբանե, հայկական բոլոր Անուշեղենները նոր կյանքի կոչել, նոր ծնունդ տալ, նոր տեսքով, նոր ավելի թարմ, ավանդականը նոր մատուցմամբ եւ կրկին աշխատում ենք նոր տեսականիների վրա, փորձում ենք ավելի ընդլայնվել եւ մեր հայկական օջախներում ավելի թող սկսվի կիրառվել մեր Արև Անուշեղենը։ 2025-ին նոր ձեռքբերումներ ունեցաք եւ շարքը, որը սկսել էիք, ընդլայնեցիք։ 2025 թվականին մենք հիմնական ներկայացնելը եղավ հայկական լավաշի հիմքով չիպսերը տարբեր համերի եւ հայկական լավաշի հիմքով խլեպցիները։ Իրանք տարբեր էլի համերով են, ասենք խոսքի մալինայի համով, կարամելի համով եւ այլն եւ քաղցր։ Շատ հետաքրքիր պրոդուկտ է, շուկան կարելի ասել շատ լավ դիմավորեց այդ մեր ապրանքը, մեր ստեղծածը եւ 2026 թվականին մտածում եմ, որ մենք ավելի կընդլայնենք արտադրությունները մի քանի երկրում երևի թե արդեն կկազմակերպենք այդ նոր պրոդուկտի նոր արտադրություններ։ 2025-ին հայ-ամերիկյան կենտրոնը մեծ ձեռքբերումներ ունեցավ։ Վստահ եմ, որ 2026-ից սպասելիքներն ավելի են լինելու։ Իհարկե, ես չեմ կարող իմ տեղում հանգիստ նստել, բավարարվել ունեցածով։ Ես սիրում եմ անընդհատ զարգանալ, նոր նվաճումներ ունենալ, մարդկանց համար շատ կարևոր հետազոտություններ եւ ծառայություններ ստեղծել եւ սպասարկել բարձր մակարդակով, որպեսզի իրեն գոհունակությամբ հեռանան։ Բնականաբար 26 թվին ես երկու շատ կարևոր միտք ունեմ, որոնց իրականացման մասին ձեզ եկող տարի այսօրը կպատմեմ։ Մշակութային առումով 3 աշխատանք ունեի կատարված եւ պատահաբար մեր տուն եկավ ռեկորդակիր մի աղջիկ, մեր հայ աղջիկը Միլեն Կարանյան, որը ռեկորդ էր սահմանել իր ձայնի դիապազոնով 11 օկտավա ձայնածավալներ իր դիապազոնը։ Մեր տանը նկարահանում էր տեղի ունենում, Ադանա երկն էինք ձայնագրում եւ նրա մայրն էլ իր մենեջերն էր եւ ռուսական հեռուստակայանի միր հաղորդման մեջ էր ընդգրկվում։ Եվ ես էլ ցույց տվեցի իմ արած աշխատանքները եւ Միլենի մայրը ասեց ինչու՞ չեք ներկայացնում համաշխարհային ռեկորդների գրքում գրանցելու, ասի ես ոչ տեղը գիտեմ, ոչ էլ ձևը գիտեմ, ասեց ես ձեզ կօգնեմ։ Եվ երբ որ այդ ամեն ինչը փոխանցեցի իրեն, ինքը արդեն իմ կողմից հանդես եկավ, հետո արդեն պաշտոնական նամակներ արդեն եկան ուղիղ ինձ
եւ մրցանակը եկան Երևան եւ ինձ տվեցին 3 համաշխարհային ռեկորդ։ Այդ մեդալները մեկը բաց կանոն ստեղծելու, 5 գործիք ստեղծելու համար Ալբերտ Զաքարյան վարպետի հետ միասին, մեկը կանոններով, որ 2800-ամյակի նվիրված Երևանի տոնակատարության այդ տեսահոլովակն է յարել, 200 կանոններով գրված էր Երևան, եւ մյուսը Ջիվան Գասպարյանի 90-ամյակը պիտի տոնվեր, եւ ես վարպետին զանգարեցի եւ ասեցի վարպետ, որ 90 դուդուկով գամ, դուդուկահարներով շնորհավորելու, ինչպես կնայես դրան, ասեց Արա ջան, անհնար բան ես ասում, հնարավոր չի, բայց բարեբախտաբար եկան 112 դուդուկահարներ եւ օպերայի բեմահարթակի վրա միացյալ ներկայացրին Մակար Եկմալյանի ամեն հայր սուրբ ստեղծագործությունը։ 2025-ը մեր համար շատ բեղնավոր տարի էր, լի հաջողություններով, թե ֆինանսապես, եւ թե աշխատանքի բնույթով, եւ թե մրցանակների։ Պարոն Դուդուկյան, ասում են, որ հայկական շամպայնի մասին դուք ամեն ինչ գիտեք։ Չափազանցնում են։ Բնական է, թե մարդը աշխատում է մի հիմնարկում 43 տարի, եթե շամպայնի մասին բոլոր գաղտնիքները չիմանա, նշանակում է նա իզուր այդ տարիներ ապրել։ Ամեն ինչ ինձ համար պարզ է, ինչքան հնարավոր է իհարկե։ 2025-ը ձեռքբերումների տարի եղավ եւ ձեզ համար եւ շամպայն գինիների գործարանի համար։ 25 թիվը մեզ համար ձեռքբերումներ եղավ եւ եղան շատ դժվարություններ։ Մեր հիմնական դժվարությունը նրանում է, որ մենք չենք կարողանում կամ մեր փոքր շուկան թույլ չի տալիս մեզ ավելի շատ արտադրել, կամ մենք հնարավորություն ունենք արտադրելու։ Մի փոքր ես մի երկու թվերի օրինակ բերեմ, որ դուք ավելի լավ պատկերացնեք, եթե սովետական կարգերի ժամանակ այդ գործարանը արտադրում էր 22 միլիոն շիշ ոչ միայն շամպայն, գինի եւ շամպայն, այսօր արտադրվում է ամենաշատը 1.5 միլիոն։ Տարբերությունը ինչու՞մն է, ոչ թե նրանում, որ գործարանը հնարավորություն չունի արտադրելու, տարբերությունը նրանում է, որովհետեւ այսօր մեզ թելադրողը շուկան է, մենք ենթարկվում ենք շուկայի պահանջներին։ Նույն վիճակում հիմա էլի մենք ունենք հզորություններ, եթե շուկան կարողանա մեզ մեր արտադրանքը ընդունել, մենք էլի կարողանանք հասնել սովետական միության այն ժամանակվա տվյալներին։ Բայց եւ միևնույն ժամանակ մենք ունենք հաջողություններ, որովհետեւ այսօրվա վիճակով որակի բարձրացման գծով մենք ենք գրել ավելի ժամանակակից սարքավորումներ, որը թույլ է տալիս մեզ եւ որակական եւ իր տեսքով ավելի լավ արդյունք ստանալու համար։ Պարոն Հովհաննիսյան, եթե փորձենք ետ նայել, անցնող 2025-ը բարեբեր տարի էր։ Համաձայն եմ, ես դա ուղղակի գիտեք, ավելի շատ ես կասեի դա կյանքի նկատմամբ վերաբերմունքի հարց է եւ ես անձամբ գտնում եմ, որ միշտ պետք է լինել գոհ եւ շնորհակալ այն ամենից, ինչ ունենք, ինչին հասել ենք, ինչ կարողացել ենք ձեռք բերել, բայց իհարկե երբեք պետք չի դադարել ձգտել առավել լավին, առավել արժանավորին։ Այնպես որ 26 թվականին էլ ավելի նպատակասլաց լինենք բոլորս անխտիր եւ կարողանանք հասնել այն մեծ ու բարձր նպատակներին, որ բոլորս առաջադրել ենք մեր առաջունենք։ Տարին հարուստ էր ընկերության համար, նաեւ գնահատանքի առումով նկատվեցիք, գնահատվեցիք, անշուշտ հաճելի է։ Մրցանակների պակաս չունեցանք։ Իհարկե մրցանակների պակաս չունեցանք։ Տարին սկսվեց մրցանակաբաշխությամբ, կազմակերպությունը, որը մեզ ներկայացրեց մրցանակաբաշխության կին առաջնորդ։ Հետո նորից առաջադրվեցի Վարկանիշի կողմից մրցանակի անունեկին ոսկե կոթ։ Հաճելի է իհարկե, աշխատանքին մի քիչ մենք միշտ սովոր ենք աշխատանքի մեջ անընդհատ շարժումով, անընդհատ շարժման մեջ եւ այլ, մեր համար այդ նկարները մի քիչ ավելի sense ժամանակատար, այսպես ասած, բայց պետք է ամենայն դեպս պետք է ընկերության ներկայացնեն, պետք է ով չի ճանաչում ճանաչի, որտեվ ոլորտը բազմազան է լինում, ոչ միայն շինարարական է լինում, դրա համար հաճելի է նաեւ բժշկի կողքին կամ բանաստեղծի կողքին, գրողի կողքին կամ երգիչի կողքին ստանալ մրցանակ։ Այո, նաեւ պարտավոր առանձնանում ես հետո նմանավանդ կին եւ առանձնանում այդ ամեն ինչով իհարկե հաճելի է։
Մյուս մրցանակը համազգային մրցանակաբաշխությունն էր, որը վստահելի անուն կոչվում էր այդպեսին։ Իսկ վերջին մրցանակաբաշխությունը նոյեմբերի 22-ին Դուբայում տեղի ունեցավ միջազգային մրցանակաբաշխությունը Prestige Media-ի կողմից, որը մեզ ներկայացեցին որպես էտալոն։ Իսկ թե այդ մրցանակները գտել են իրենց իրական տիրոջը։ Երևի։ Համեստություն անեմ։ Երաժշտությունը խլացնում է տխրությունը։ Երաժշտությունը տխուր եւ ուրախի վերածելը մի քիչ ավելի մասնագետների համար, առավել ևս երաժիշտների համար մարդիկ ռեքվեմ են գրում, բայց գրելու ընթացքում եւ հետո այդ ռեքվեմը ժպիտով են վերցնում, որտեղ ես ինքս կենսախինդ եմ, բայց իմ երգերը տխուր են ծնում։ Ես տխուր շատ քիչ եմ լինում։ Իհարկե չհաշված բացառությունները, որ մարդուն ստիպում են արցունքոտվել, առավել ևս դավաճանության տեսքով բացառությունները։ Բայց ամեն դեպքում ես ինքս կենսախինդ եմ, բայց երգերը այդպես են ծնում։ Ազգային մշակույթը պահելու, պահպանելու գործում մեծ առաքելություն ունի Նարեկացինը, իսկ տարին բավականին հարուստ էր։ Այո, շատ բարեբեր տարի ենք ունեցել, փառք Աստծո, եւ շատ ուրախ եմ, որ այս տարվա մեջ բավականին մեծ թվով մարդիկ, հայրենակիցներ, ընկերներ, շատ սիրելի հաճախորդներ վերադառնալով փորձել են տարածել այն, ինչ որ իրականում մերն է։ Շամպայնը ուրախ առիթների ժամանակ են խմում։ Այնց հետաքրքիր զգացողություն եք ունենում, երբ յուրաքանչյուր անգամ ամանորին, ծննդյան օրերին, այլ ընտանիքներում հայկական շամպայն է։ Քանի որ ես արդեն պարզ եղա, որ աշխատում եմ երկար տարիներ այդ գործանում, նույնիսկ առանց իրացման ես գիտեմ, որ ամիսը ինչքան պետք է վաճառվի։ Մեր հիմնական շեշտադրումը, մեր վաճառքի հաջողությունը կախված է նոր տարվա հետ։ Որտեղ բնական է, ամեն մարդ իր ընտանիքում կուզենա, երբ որ զանգը տվեց, 12-ի բոլորը բացում են, այդ հաճույքը պատճառելով բոլորին, այդ ժամանակ մենք ունենում ենք մեծ հաջողություններ։ Հիմնական վաճառքը կատարվում է ամսվա ընթացքում։ Մարդը պետք է միշտ հուսա, ցանկանա եւ իհարկե ձգտի դրան, որովհետեւ միայն հուսալով եւ ցանկանալով ցանկությունները չեն իրականանում։ Ճիշտ ասած, ես այդպիսի մի արտահայտություն ունեմ, ասում եմ, ինչ որ բան եթե անում ես, ստացվում է, եթե չես անում, չգիտես ինչի չի ստացվում, այնպես որ պետք է անել, որպեսզի ստանալ, կարևորը դա է։ Պարոն Եսյան, 2025-ը շռայլ գտնվեց։ Արված աշխատանքները ոչ միայն շատ էին, նաև տարին հոբելյանական էր այն ասոցիացիայի համար, որը հենց դուք եք ղեկավարում։ Այստեղ կարծես թե կրկնապատկվեցին, եռապատկվեցին արդեն աշխատանքները։ Եթե փորձենք ամփոփել 2025-ը։ 2025 թվականը մենք կարող ենք ամփոփել մի քանի բնագավառների առումով։ Եթե խոսենք աշխատանքի հետ կապված, ուրեմն նշեմ, որ 2025 թվականը մեզ համար շատ կարևոր է, որ մենք սկսեցինք ստոմատոլոգիական ֆակուլտետի միջազգայնացման գործընթացը եւ կարող եմ ասել, նաեւ արձանագրել, որ երևի թե արդեն հունվարի սկզբին մենք կամբողջացնենք ամբողջ փաթեթը, որը կներկայացվի արդեն միջազգային մասնագետներին եւ կարծում եմ միգուցե նաեւ ասեմ վստահ եմ, որ մենք կհասնենք հաջողության եւ մյուս տարվա վերջ միգուցե 27 թվականի սկիզբ մենք արձանագրենք, որ ստոմատոլոգիական ֆակուլտետը այլևս հանդիսանում է միջազգային կարգավիճակ ունեցող ֆակուլտետների շարքին։ Հաջորդ քայլը, որ ես արձանագրում եմ որպես հաջողություն աշխատանքի վայրում, դա այն էր, որ ֆակուլտետի երկու մասնագիտական ամբիոններ տեղափոխվեցին Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտում տրամադրված մեզ հատկացող տարածք, որտեղ սեպտեմբերի 1-ից արդեն դասերը անց էին կացվում լավ վերանորոգված, կահավորված, ընդարձակ տարածքում եւ ասեմ, որ դա այն կենտրոնն է, որ պետք է դառնա վարժասարքերով հագեցված կենտրոն ուսումնառության համար։ Ընդ որում 26 թվականի սկիզբը մենք արձանագրենք, որ արդեն այդ կենտրոնը հագեցված կլինի վարժասարքերով։ Հաջորդ հաջողությունը, որ ես կարող եմ արձանագրել, դա արդեն հասարակական գործունեության շրջանակներն, ինչպես դուք ասեցիք, դա Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի կողմից եւ Երևանի պետական բժշկական համալսարանի հետ համատեղ կազմակերպած միջազգային վեհաժողովն էր, որը նվիրված էր Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի 30-ամյակին, ինչպես նաեւ համաշխարհային կազմակերպության երկու կառույցներին, դա
ստոմատոլոգների միջազգային ֆեդերացիայի եւ ռեգիոնալ եվրոպական կազմակերպության անդամակցվելու 25-ամյակին, ինչպես նաեւ իմ շատ սիրելի ուսուցիչ Վալերի Գուրգենջյան Տաթիցյանի 85-ամյակն։ Այո, հսկայածավալ աշխատանքներ։ Այո, շատ հրավիրված էին շուրջ 10-12 երկրներից պատվիրակներ, դասախոսներ, ինչպես նաեւ մասնակիցներ, բնականաբար մասնակցում էին նաեւ մեր ճանաչում ունեցող դասախոսներ, ինչպես նաեւ մեր բժիշկները, ուսանողները, կլինիկական օրդինատորները։ Եվ հաջորդ հաջողությունը ուզում եմ արձանագրել, դա իմ անձնական ընտանիքում հաջողությունն է, երբ իմ երկու զավակները ամռանը մեկնեցին Չինաստան իրենց չինարենի իմացությունը բարելավելու համար, այնտեղ սովորեցին երկու համալսարաններում եւ 3 մենք արձանագրեցինք, որ Չինաստանի դեսպանատունը շնորհեց նրանց պատվոգրերով, այո, Կարլեն Եսայանին կրտսեր դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում հանձնեցին պատվոգիր։ Իսկ 2026-ից սպասելիքներն ավելին են լինելու։ Այո, 2026-ին արդեն իսկ պլանավորած բազմաթիվ միջոցառումներ ունենք, ընդ որում առաջին միջոցառումը կսկսվի 2025-26 տարեմուտին, փակագծեր չեմ բացի, բայց կարծում եմ, որ շատերը դրան սպասում են արդեն տարիների վեր, 2026-ի հունվարին ունենք շատ սպասված նորություն, որ իրոք մեր հաճախորդների կողմից շատ սպասված է, ու մեր կողմից է շատ սպասված, այնպես որ կարծում եմ, որ 2026-ը լինելու է ազգային զարթոնքի տարի։ Իսկ 2025-ը Աքսիոմեդի համար բեղմնավոր տարի էր։ Աքսիոմեդի համար 2025-ը, այո, կարող եմ ասել, բեղմնավոր տարի էր, աշխատանքը ընթանում էր իր հունով, ունեցանք որոշակի նվաճումներ, ձեռքբերումներ, իհարկե շարունակում ենք աշխատել, հուսով եմ այդպես էլ կշարունակենք, ամենակարևորը, ինչպես ասում են, չունեցանք արտակարգ իրավիճակներ, չունեցանք անցանկալի իրավիճակներ, որը որ բժշկության բնագավառում համարյա միշտ անխուսափելի է լինում։ Այնպես որ հուսանք, որ 26 թվականը էլ առավել բարեբեր տարի կգտնվի մեզ համար։ Պարոն Ղազարյան, տարեմուտի այսօրերը մտովի ձեզ ուր է տանում։ Տարեմուտի օրերը յուրաքանչյուր մարդու համար շատ հետաքրքիր է, որովհետև ոնց որ երկու թվերի արանքում լինես 31 եւ ամսի 1, 31 25 թիվ, ամսի 1 26 թիվ։ Դու հրաժեշտ ես տալիս տարին, յուրաքանչյուր տարի էլ իր լավ ու վատ բաներ ունենում է, ընտանիքներում, ազգի համար, ժողովրդի համար, աշխարհի համար, երկրագնդի համար։ Ես ամեն անգամ Աստծուց խնդրում եմ, որ այդ ինչ որ լավ բաներ եղան, թող պահպանվեն, հաջորդ տարին ավելի լավ լինեն ու ավելի շատանան, իսկ այն վատերը մնան հին տարվա մեջ։ Որոշ մասը կատարվում է իմ խնդրանքի, որոշն էլ դե կյանք է, ապրում են մարդիկ ու ամեն ինչ մարդու համար է։ Ամանորի այս օրերը այնքան բազմազբաղ եմ, գրեթե ցանկություն կա վերհիշել մանկական տարիները, բայց սիրով եւ երջանկությամբ եմ հիշում այդ տարիները, քանի որ տարից տարի կյանքը դժվարանում է, նոր մարտահրավերներ, ուղղակի այսօր մաղթանքս է մեր հայ ժողովրդին, որպիսի լինեն հավաքական, որպիսի լինեն միասնական։ Մեր հզորությունը դրանումն է։ Մենք պետք է ապրենք խաղաղ, մենք պետք է քիչ հիվանդանանք, մենք պետք է լինենք պտղաբեր, մեր հզորությունը նաև մեր պտղաբերության եւ առողջ ծերուտ, առողջ հասարակություն ունենալու մեջ է։ Տարեմուտի այս օրերին, նոր տարվա գիշերը միշտ հիշում ես քո ընտանիքով անցկացրած օրերը եւ այսօր էլ փորձում ես այն ամեն ինչ դու անցես կացել քո ծնողների հետ, նույն սկզբունքով դու փորձես քո երեխաների հետ այն անցկացնել եւ փորձես անել եւ ցանկանալ միայն լավը ընդհանրապես, թե ընտանիքի համար, թե քո ժողովրդի համար, թե ամբողջ աշխարհի համար։ Ամանորը մեզանից անկախ մեծ նաև մանկություն է տեղափոխում։ Այ եթե դուք փորձեք Ամանորի հիշողություններում, հուշերում ձեր մանկություն տեղափոխվել, ինչպիսին էր այն։ Շատ լավ, շատ հետաքրքիր, ավելի քաղցր էր, ավելի շատ հետաքրքիր էր, իհարկե, կային այդ ժամանակ իր դժվարությունները, բայց շատ վառ հիշողություններ կան։ Մանկություն, հա, շատ լավ մանկություն եմ ունեցել, ասեմ ձեզ, մի քիչ ինձ երես են տվել,
այն առումով, որ շատ սպասված երեխա եմ եղել։ Հայրս միշտ զբաղվել է ինձանով, սպորտով եմ զբաղվել, տարբեր տեսակի, շատ գոհ եմ դրա համար, իմ հայրիկին, իմ նաև զբաղվել են գիտությունով, ամեն ինչով հայրս զբաղվել է իմ հետ, մայրս տնտեսուհի, մանկությունը շատ լավ բան է, ով իհարկե լավ մանկություն է ունում, ես դա շատ լավ եմ ունեցել, բախտս միգուցե բերել է, չգիտեմ։ Եվ այդպես մեծացել եմ լավ ընտանիքում, իհարկե, եւ այսպես ու երազել եմ միշտ քերյագետ դառնալ։ Այսպես գրքերը կարդալով շատ դպրոց հասակից գրքեր էի կարդում, ասում քերյագետ կդառնամ, ես հանցագործին կբռնեմ եւ այլն, բայց մեր երկրաշարժը ամեն ինչ փոխեց եւ ես ընկաշինարարության ոլորտ կամա թե ակամա, չգիտեմ, իմ կամքից էր, ոնց որ Աստված ինձ առաջնորդեց դեպի շինարարություն, այսպես ասեմ, այդպես ստացվեց։ Ամեն առավոտյան տոպրակներ ենք ստացել, մեր ժամանակ մենք 20-րդ դարի սերունդն ենք, որը երեք հիշում ենք, մենք երեք իմ օֆիսում երեք ամբողջ կոլեկտիվով տոնածառ ենք դնում եւ տոնածառյան տոնածառն ենք երկում բոլորը եւ հիշում եմ ասում եմ հիմա ամեն ինչ կա պատկերացեք, մեր ժամանակ բամբակներով այսպիսի սարքում էինք, տոնածառը զարդարում էինք, տակը տոնածառի տակը անպայման մշկերով ստանում էինք նվեր, դա մեր համար շատ մեծ բան էր։ Մանկության տարիների հուշերն ու հիշողությունները վստահ եմ, որ այսօր էլ ուղեկցում են ձեզ ամանորի հետ կապված։ Ես կարծում եմ, որ իմ ամբողջ կյանքում նոր տարին միշտ բերում է հիշողություն իմ ծնողների հետ անցկացրած նոր տարիները։ Ինչու՞, որովհետև այդպես էլ ես չհասկացա, ինչպես մի ակնթարթ աչքերս փակվեց, բացվեց եւ նվերը, որի մասին ես երազում էի, տոնածառի տակ։ Թող այդպես անցնի բոլորիս մոտ մեր կյանքը։ Թող մենք չհասկանանք, բայց հավատանք, որ այն ինչ որ մենք ուզում ենք, մենք կհասնենք ձմեր պապիկի օգնությամբ։ Եւ այսօր այդ հրաշքը անփոխարինելի դուք եք փորձում ապահովել ձեր թորնիկների համար։ Իհարկե, մեկ ինձ թվում է, որ իրանք շատ ուժեղ չեն հավատում, ինչա իրանից ներկայացում ձմեր պապը, բայց ես պարտադիր միևնույնը ասում եմ, դուք պետք է հավատաք, մարդ առանց հավատքի ոչ մի բան, մենք պետք է հավատանք, ես էլ եմ հավատում։ Այն ձմեր պապիկի հեքիաթը, որ գոյություն ունի, ես չեմ ուզում, որ այդ հեքիաթը բացահայտվի, ես չեմ ուզում, որ այդ խաղալիքների հայտնվելը երեխաների կյանքում դրանք փուչ դառնան, թող շարունակվի այդ հեքիաթը, ինքը շատ գեղեցիկ, ուրախ եւ բարի հեքիաթ է։ Իսկ եթե դուք փորձեք մանկության տարիների պատառիկներ հիշել ամանորի օրերից։ Դե կարծում եմ բոլորիս մոտ էլ գրեթե նույն կերպ է լինում, տոնածառի զարդարելու արարողությունը ընտանիքով, հետո գիշերը պարկում քնում ես առօտ արտանում ես քո ուզած խաղալիքն ա ձմեր պապիկը բերում, չգիտես որտեղից, հյուրերի բազմությունը, որոնք միմյանց տուն են գնում իրար շնորհավորելու։ Որ ճիշտն ասեմ, հենց այս վերջերս ավակ քույրս կանչել էր իրենց տուն ու գտել էր մեր հին հոլովակների, երբ որ այն ժամանակ դեռ հեռախոսներ չկային ու մենք ցիֆրովոյ կամերա ունեինք, դա տենց մեծ բան էր ու նկարում էինք մեր նոր տարիները։ Մեկ կադրով դնում էինք ու ամբողջ ընտանիքով հավաքվում սեղանի շուրջ ու մենք լսում էինք մեր զրույցները, ինչքան անհոգ, բարի, անկեղծ, անմիջական ու հեչ կարևոր չէր սեղանը այդ պահին շատ լի էր, թե դատարկ։ Կարևոր էր այն իրական ջերմությունը, որ ստեղծված էր մեր Վանաձորյան օրերում, հետո արդեն Երևանյան օրերում, միշտ ընտանիքով միասին ենք եղել ու համարել ենք ամանորը նոր տարին իսկապես ընտանեկան տոն, երբ բոլոր անցյալում կատարվածները պիտի համարես ուղղակի փորձություն եւ պեղես այդ տարվա դրականը ու փորձես նոր տպավորություններով մուտք գործել նոր տարի։ Ամենամեծ ու նվիրական ամանորը թերևս երբ տոնածառի կողքը բացակայ ունենք։ Դա աստված։ Ցավոք արդեն ունենք, բայց ձեռքբերումները թող գիտեք ինչ է, ժամանակավոր ակնթարթ է, իրական տոնածառը ընդեղ է։ Մենք երևի թե մեր այդ չիպը փակած է, որ գիտակցենք որտեղից ենք եկել եւ ուր ենք գնալու։ Եվ եթե չիպը բացեն, հավանաբար մարդկանց 90% ինքնասպան կլինեն, որտեղ սա շատ հետաքրքիր է։ Իսկ երկնային տոնածառը մեկը հավերժական է։ Մանկության հուշերում բնականաբար առաջինը հենց գալիս է երկու տատիկների տանը ամանորը ինչպես էինք դիմավորում, միշտ փոքր դեռ փոքր ժամանակ հիշում եմ, որ
պարտադիր դեկտեմբերի 31-ին գնում էինք հայրական տատիկիս տուն, բոլոր երեխաներով, թոռներով հավաքվում էինք այնտեղ եւ ամբողջ գիշեր տոնում էինք Նոր տարին եւ ամենակարևորը եւ ամենաուրախալին բոլոր թոռնիկների համար դա առավոտյան բարձի տակից փաթեթներ գտնելն էր, որը թեպետ գիտեինք, որ տատիկն է դնում, բայց մեզ ներշնչում էինք, այո, ձմեռ պապիկն է բերել եւ տատիկս մի սովորություն ուներ, որ շատ էի սիրում, բոլոր երեխաներին, թոռներին ինքը պարտադիր իր ձեռագործ թաշկինակներն էր նվիրում, ասեղնագործած եւ դա մեր ամենաթանկ նվերն էր։ Նա իսկ մորական տատիկիստանը ինձ համար ամենակարևորը, արդեն հունվարի 1-ին տեղափոխվում էինք հայրական տատիկի տուն, ումից իդեպ սովորել եմ հենց հալվայի պատրաստումը, այնտեղ է պարտադիր տատիկի հարիսան եւ պասուլ ստոլման, դա անմահական էր։ Անցած տարի թոռնիկ ունեցա, որ նույնպես Հակոբ Հովհաննիսյանը, ու երբ որ խոսում ենք մանկությունից եւ Հակոբ Հովհաննիսյանից, ես իհարկե առաջին հերթին թոռնիկիս եմ պատկերացնում, իսկ դա արդեն շատ դրական էմոցիաներ է բերում, անփոխարինելի։ Մանկության ամանորի տոները անշուշտ շատ էին տարբերում այսօրվա մեր ապրածից, մեր տեսածից, մեր ընկալումներից։ Եվ անխոս միշտ էլ երանությամբ ու քաղցրությամբ ենք հիշում մեր մանկության տարիների լիմոնացնու մանդարինը, այսպես ասած։ Կոնֆետները, մոսկովյան։ Այո, դա ամեն տարի այդ հիշողությունները իհարկե մեր մեջ արթնանում են, ինձ կարծում եմ բոլորի մեջ անխտիր, ու միշտ բերում են իրանց հետ այդ մանկության ջերմ հիշողությունները եւ դրա հետ միաժամանակ նաեւ ձգտումները դեպի պայծառ ապագան, այսպես ասեմ։ Մանկության տարիները շատ հետաքրքիր է եղել, գիշերը քնում ենք, ես ծնունդով ջավախցի եմ, մենք որ գիշերը պարկում էինք, մայրս գիշերը չէր քնում, հիշում եմ, որ Էջենի բան քաղցրավենիք է սարքում, հետո որ առավոտելում ենք, Էդի դրված երնում բարձի տակ, դա մեզ համար մի մեծ երջանկություն է, այդ ամբողջ առատությունն է։ Շատ լավ բաներ ունեմ 31-ի հետ կապված դեկտեմբերի, օրինակ շատ լավ բաներ։ Օրինակ մանկությունից։ Դե մանկությունից ամենասիրածս տոնն էր Նոր տարին, 10 օր ազատ ենք լինելու, դպրոց չենք գնալու ենք դասատուների տները։ Ինչ ժամանակ չէինք գիտակցում, որ այդ մարդիկ շատ քիչ աշխատավարձ են ստանում, դասատու են, հազիվ ապրում են։ Ու ասում ենք, որ չեթան կարող է նեղանալ, այն ինչ մտածում ենք, որ չեթան կարող է իրանք ինչ որտեղ էլ ուրախանա, ախր գնում ենք այդ մարդիկ ամբողջ տարին աշխատում են, մի հատ նոր տարի են անում, հələ հյուրեր պիտի գան, բարեկամներ պիտի գան, հարազատներ, էթում ենք 35 հոգով մի դասարան։ Ինչ կար չկար ուտում գալիս ենք, այդ խեղճերի տես թողում էինք բան։ Հիմա որ մտածում եմ, ասում եմ, ինչ չարն ենք եղել, ինչ բատն ենք եղել։ Դե հիշում եմ, որ գնում էինք բարեկամների տուն, մեր տուն էինք գալիս, ուրախանում էինք, ամենալավ տուններ, ամենալավ տոնը։ Դա էր, իսկ հիմա ինձ համար ամենալավ տոնը մարտի 8-ն է, Կանաստոն։ Չնայած Կանաստոնը յուրաքանչյուր կնոջ հարգոք ու կրոջ արժեք իմացող մարդու համար տարվա 365 օրներ պիտի լի կնոջ տուն, մարտի 8 պիտի լինի։ Ես հիմա ուզում եմ պատկերացնել, թե այս օրերին ինչ է կատարվում ձեր տանը։ Մեր տանը 5 երեխա կա, գիտեք, ու բնականաբար այդ բալիկները շատ մեծ սիրով ու սպասումով սպասում են ոչ այնքան ամանորին, այլ Սուրբ Ծնունդին, որովհետև մեր ընտանիքում ծնված օրվանից ես միշտ երեխաներին ասում եմ, որ տոնը ոչ թե ամանորն է, այլ Սուրբ Ծնունդը։ Իրենք շատ մեծ սպասումով սպասում են Փրկչի ծնունդին, այդպես արդեն ինչ-որ բաներ են պատրաստում իրար նվեր, ինչը բնականաբար մեզ չի հասնում, որովհետև ես եւ Մհերը գերլարված աշխատանքային գրաֆիկով ենք աշխատում, որպեսզի շատերի երջանկությանը մի փոքր մասնակից լինենք, որովհետև գիտենք, որ Նոր տարուն շատերը սպասում են Նարեկաստից մի մասնիկի։ Ճիշտ ասած, անցյալ օրը ես հանդիպման էի, որտեղ իմ տարիքի կանայք էին եւ իրենք իմ նման հիշում էին, թե ինչքան մեր համար կարեւոր էր, որ անպայման տոպրակ ունենանք, այդ տոպրակի մեջ մանդարինը, կոնֆետները, մի տեսակ դրանով էինք ուրախանում այն ժամանակ։ Հիմա երեխաներին նվերներ են գնում, տարբեր տիպի բաների համար են ուզում իրենց ուրախացնել, բայց իրենք չեն զարմանում հիմա դրա վրա,
բայց միևնույնն է մեր համար այդ նոր տարին մնում էր մանդարինի հոտը, այդ խմորեղենների բույրը, որ տարածվում էր տան մեջ, մեր բլինչիկները, տոլմաները, իհարկե։ Բայց ես մտածում եմ, որ գավառի ավանդական ուտեստները պիտի ձեր սեղանը հարստացնեն այս օրերին։ Պարտադիր է, առանց դրա չի լինում, քանի որ ով էլ գալիս է ենթադրենք շնորհավորելու, անպայման ասում է ուր այս ձեր քյուֆտեն բերեք, մեզ պետք չեն ձեր մնացած բաները։ Ես արդեն էլ չեմ էլ պատրաստում այդ մնացած բաները, քանի որ բոլոր տներում դա կա, բոլորը տեղ արդեն ոչինչով չէ զարմացնի։ Իսկ մենք քյավառական ավանդական մենակ քյուֆտան չի, շատ տարբեր ու շատ հետաքրքիր ուտեստներ ունենք։ Դե փախլավան պարտադիր է, բայց այդ ուտեստները տարբեր խոհարարների հետ էլ երբեմն ես կիսվում եմ ռեստորանների կամ սրճարանների, իրենք զարմանում են, որ նման ուտեստներ կան եւ իմ համար հաճելի է նույնիսկ, որ իրենց հետ կարողանում կիսվել բաղադրատոմսերով, գիտեք, հպարտորեն եմ դա անում։ Ես ենթադրում եմ, որ ավանդական հայկական սեղան պիտի նաև տանը ունենաք։ Այս օրը բոլորս մեր ընտանիքով եւ տատիկ պապիկներով նորահարսով պետք է դիմավորենք ամանորը։ Մինչ այս մեր տանն ենք դիմավորել, հետո գնացել տատիկ պապիկի մոտ, բայց այս տարի որոշեցինք, քանի որ ունենք նորահարս, տատիկ պապիկներին հրավիրենք մեր տուն եւ միասին նշենք ամանորը։ Ամանորի սեղանին խմիչքների զարդը հայկական շամպայնն է ձեր ընտանիքում։ Միանշանակ, որտեղ ես ամբողջ իմ, այսպես ասած, գանգուր մազերով մտել եմ այդ գործարանը, այսօր սպիտակ մազերով հիմնական իմ աշխատանքը եղել է արտադրանքի գոյատևման վերաբերյալ։ Վստահ եմ, որ նաև ամանորի հարուստ սեղաններին նաև ավանդական ուտեստներ ունեք ձեր ձեռքով պատրաստված։ Բնականաբար մենք նամանավանդ սկեսուրս նման հարցերում շատ աչալուրջ է եւ ինքը սկսած տոնածառից, որ տոնածառ չի, նաեւ տոնածառին զուգընթաց մենք ունենք կաղանդի ծառը, իր բոլոր այդպիսի համեմունքներով եւ հայկական ազգային տարբեր այսպես ինքը բաղադրատոմսեր է հանում եւ պատրաստում է, որպեսզի մեր սեղանը լինի նարեկածնին համապատասխան, ընդ որում սփռոցից սկսած։ Հայկականը բնականաբար գերիշխում է, մայրս եւս շատ լավ պատրաստում է, տատիկիցը ժառանգել է բոլոր բաղադրատոմսերը, ես էլ մայրիկիս հետ հավասար փորձում եմ ավելի շատ անգամ ինձ վրա վերցնել պատրաստման ընթացքը եւ մտովի հիշելով տատիկը ինչպես էր անում, փորձում եմ այդ բոլոր ավանդական ընթացքը պահել, բաղադրատոմսերը պահպանել եւ հյուրասիրել մեր հյուրերին։ Դուք շատ հարուստ խոհանոցային հմտությունների եք տիրապետում, ես վստահ եմ, որ ամանորի սեղանը այս առումով պիտի շատ հարուստ լինի, ամանորի սեղանը։ Իհարկե, ավանդական մեր հայկական խոհանոցը պատրաստ է միշտ եւ ամեն օր մեր մոտ խոհանոցը մենք սնվում ենք, իմ կոլեկտիվը, իմ ընտանիքը սնվում է մեր ընդհանուր խոհանոցից, ամեն օր պատրաստում ենք, ունենք պատրաստող եւ նաեւ ես եմ պատրաստում։ Հա, կա հատուկ ընտրած ճաշատեսակ, որը հատուկ ես եմ պատրաստում իմ կոլեկտիվի խնդրանքով, անպայման ես մի քիչ ուզվում եմ, իհարկե այս տարին ամփոփում ենք, տարին հետ եմ նայում, որ ինչ ենք արել, ինչ ենք կատարել մեր ջանքերի շնորհիվ մեր, իհարկե շատ ենք աշխատել։ Աստծո շնորհակալ եմ, որ մեզ բոլորից այսպիսի շնորհ է տվել, որ կարող եք ստեղծագործել աշխատել մեր այս հրաշալի երկրում։ Ողջ 2025-ի ընթացքում առանց փողկապի հաղորդաշարը ներկայացրեց կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, բիզնեսի ոլորտներում իրենց գործի նվիրյալներին։ Մարդիկ, ովքեր անգնահատելի դեր ու վաստակ ունեն մեր երեկվա, այսօրվա, մեր վաղվա համար։ Եվ այդ մարդկանց շնորհիվ է հենց, որ ապրում է հաղորդումը, նաև այն մարդկանց ու ընկերությունների, որոնք հավատում ու վստահում են մեզ, որոնց հետ քայլեցինք 2025-ին, քայլում ենք եւ այսօր։ Շնորհակալություն MG Group խանութների ցանցին, շնորհակալություն Երևանի շամպայն գինիների գործարանին, Դան դեսերտ ընկերությանը, Արև հայկական անուշեղենին, շնորհակալություն Արքայաձոր ռեստորանին, շնորհակալություն մեր բոլոր հեռուստադիտողներին։ Ալուր մաղեմ թեպքուգա, աչապյարս և կուգա, մերնիմ դաստակյան քյոլի, վրից խնգա հոտ կուգա։ Ելին կերիշտի վրեն, զարգեն կերիշտի վայրեն, ելին
լույսը ես եմ, ծովերի ծուկը ես եմ, գիշերվա փախչող աղջիկ, հետի տնկերը ես եմ։ Ելինքերի շիվարեն, զանգենքերի շիվայրեն, ելինքերի շիվարեն, զանգենքերի շիվայրեն։ Ջունիր ճամփովը գերթա, ցողացը վարդի թերթա, ինձ սիրող կտրիշ տաղեն, հազարի մեջ մի բերթա։ Ելինքերի շիվարեն, զանգենքերի շիվայրեն, ելինքերի շիվարեն, զանգենքերի շիվայրեն։ Անցա ճամփու որորը, բռնեցին աշուլորը, տղեկ եկեք բաբռնենք երիշտայի բոլորը։ Ելինքերի շիվարեն, զանգենքերի շիվայրեն, ելինքերի շիվարեն, զանգենքերի շիվայրեն։ Ղազարյան, ամանորը ընտանեկան տոն է, բայց կան մասնագիտություններ, որոնց տերերը հարկադրաբար տարեմուտը դրսում են դիմավորում։ Այդ մասնագիտություններից մեկն էլ թերևս ձերն է։ Հիմնականում սիրել եմ միշտ տարեմուտի երեկոն, մինչև 12-ը դիմավորեմ տանը, դե հայրս շատ շուտ է մահացել, մորս հետ, եղբայրս կողքի մուտքից գալիս էր մեր տուն, իրար հետ դիմավորում էինք 12-ը հետո ռեստորաններ կամ հրավիրված էինք ընկերներով մեր կանացով գնում ենք կամ ուղղակի գնում ենք որպես աշխատելու, որպես աշխատանքի։ Մենակ այս տարի եմ հիմա գնալու եմ 31-ի գիշերը լինելու ենք Ֆրանսիայում ես Տաթև Ասատրյանը եւ Հայատ պրոջեկտը նոր տարվա գիշերը Լիոնի Ֆրանսիայի հայերի հետ պետք է անցկացնենք նոր տարի։ Ամենաթանկ ամենաքաղցել ամենալավ տոներից մեկը աշխարհի 31-ի գիշերը։ Իսկ դեկտեմբերի 31-ը մտածում եմ, որ աշխատանքի բերումով պիտի տարբեր տարիներին տարբեր կերպ նշանավորվեր, սխալվում եմ։ Չէ, ճիշտ է, Կանահիտ ջան։ Իրականում դա այդպես է, որովհետև ամեն դեկտեմբերի 31 անպայմանորեն պետք է լավ տեսանկյունից, տարբերվի նախորդից, հակառակ դեպքում այդ զարգացումը կյանքի առաջընթացը դու չես կարող ֆիքսել։ Գրեթե ամեն ամանոր աշխատանքային է եղել ինձ համար, բայց շատ ուրախությամբ, երջանկությամբ եմ դիմավորում ամանորը հիվանդանոցում, քանի որ տեսնում եմ նոր սերնդի ծնունդ։ Եվ այն երջանիկ աչուկները, որը ամեն անգամ ինքը այդ էներգիան դրական փոխանցում է ինձ։ Տանը, դե հայրս շատ շուտ է մահացել, մորս հետ, եղբայրս կողքի մուտքից գալիս էր մեր տուն, իրար հետ դիմավորում էինք 12-ը հետո ռեստորաններ կամ հրավիրված էինք ընկերներով մեր կանացով գնում ենք կամ ուղղակի գնում ենք որպես աշխատելու, որպես աշխատանքի։ Մենակ այս տարի եմ հիմա գնալու եմ 31-ի գիշերը լինելու ենք Ֆրանսիայում ես Տաթև Ասատրյանը եւ Հայատ պրոջեկտը նոր տարվա գիշերը Լիոնի Ֆրանսիայի հայերի հետ պետք է անցկացնենք նոր տարի։ Ամենաթանկ ամենաքաղցել ամենալավ տոներից մեկը աշխարհի 31-ի գիշերը։ Իսկ դեկտեմբերի 31-ը մտածում եմ, որ աշխատանքի բերումով պիտի տարբեր տարիներին տարբեր կերպ նշանավորվեր, սխալվում եմ։ Չէ, ճիշտ է, Կանահիտ ջան։ Իրականում դա այդպես է, որովհետև ամեն դեկտեմբերի 31 անպայմանորեն պետք է լավ տեսանկյունից, տարբերվի նախորդից, հակառակ դեպքում այդ զարգացումը կյանքի առաջընթացը դու չես կարող ֆիքսել։ Գրեթե ամեն ամանոր աշխատանքային է եղել ինձ համար, բայց շատ ուրախությամբ, երջանկությամբ եմ դիմավորում ամանորը հիվանդանոցում, քանի որ տեսնում եմ նոր սերնդի ծնունդ։ Եվ այն երջանիկ աչուկները, որը ամեն անգամ ինքը այդ էներգիան դրական փոխանցում է ինձ։ Բայց 1996 թվականին շատ ճակատագրական եղավ շատ շատերի համար։ Նկարվեց մեր բակ մեկը,
որը մինչև այսօր նույն թարմությամբ ժողովուրդը նայում են, ընկալում են ու սիրում։ Ու այդ հերոսները դարձան ժողովրդինը։ Ժողովուրդը բոլորին սիրեց այդ ֆիլմի մեջի հերոսներին, բոլոր դերասանի որպես Իրանը, ու մենք մինչև մի մնացինք Իրանը։ Absolut մեզանից մեկը պակասեց մեր լալան։ Այդ երեքից ես երակի մասին եմ խոսում։ Իսկ տոնածառի զարդարել նաև տոնածառի մասին երգերով էր ուղեկցվում։ Տոնածառ ջան, տոնածառ, բան այդ երգերը, հա։ Տոնածառ ջան, տոնածառ, ինձ սիրուն ես ու պայծառ։ Տոնածառ ջան, տոնածառ, ինձ սիրուն ես ու պայծառ։ Էս ինչ լավն է, էս ինչ լավն է։ Չորս կողմը լույս ու պայծառ։ Պատրաստել ենք մենք տոնական հանդես։ Նոր տարվա հանդես, նոր տարվա հանդես։ Ճիշտ է, ես երգել չգիտեմ, բայց փոքր ժամանակ եւ դպրոցում մենք երբ որ դպրոցական ենք, մենք տոնածառի օր ունենք հատուկ եւ բոլորս երգում ենք յոլոչկա գարի։ Ամանոր, ամանոր, քեզ սպասել ենք ամեն օր։ Դինգ-դոնգ, ծմրան երկնքում։ Այո, հենց նոր տարին գալիս է, կարծում եմ, որ մենք այդ երգերը այսպես ամեն բջիջով վերապրում ենք, որովհետև դա շատ քաղցր հուշեր են մեր կյանքում ու մեր ենթագիտակցության մեջ։ Գիբայանը տարիներ առաջ մեզ համար էին փորձում Ամանորի օրը վառ հիշողություններով լեցուն դարձնել, այսօր այդ պատասխանատու պատվաբեր գործը մեզ է վստահված։ Վստահ եմ ընտանիքում Ձմեռ պապի պատասխանատու գործը ձեզ է վստահված։ Այո, պետք է կազմակերպենք երեխաներին, որպեսզի հետաքրքիր լինի։ Հիմիկվա երեխաներին ճիշտ է, շատ դժվար է զարմացնելը, բայց աշխատում ենք։ Պարոն Դուդուկյան, ընտանիքում Ձմեռ պապիկի պատասխանատու գործը ում է վստահված։ Ձակուկին իմ ձակուկն ասում է պապի դու Ձմեռ պապն ես, ես ծունն անուշիկն եմ, ասում է լավ Ձմեռ պապ կդար։ Ձմեռ պապի պարտականությունը դրված է պապիկի վրա։ Բոլորն են սպասում են, թե պապիկը ինչա վերելու, ինչպիսի սյուրպրիզներ կանի, բնականն է տատիկի հետ միասին, առանց տատիկը գործ չի լինում։ Տատիկն է հիմնական ինիցիատորը, պապիկը դրսից ներկրում է, իրականացնողը, պապիկը կատարողը, հրամանատարը տանն է։ Ես վստահ եմ, որ այդ վառ հիշողություններն այսօր դուք եք փորձում ապահովել ձեր շրջապատի, ձեզ համար թանկ մարդկանց համար։ Իհարկե, ես իմ եւ կոլեկտիվի եւ ընտանիքիս համար ապահովել եմ ինչ որ կարող եմ։ Դա իմ արել են իմ ծնողները, որից ես սովորել եմ։ Իսկ հիմա անում եմ ես իմ դուստրերիս, իմ հիասքանչ աղջիկներին, որոնք իմ մեկը գնում է իմ ուղիով, իսկ մյուսը մի քիչ ավելի բան, բայց էլի շինարարության ոլորտ, էքստերիեր, ինտերիեր, շինարարության շենքերի եւ շատ գոհ եմ, որ մեծացրել եմ այդպիսի լավ աղջիկներ հասարակությանը պիտանի, այո, հայրենասեր մարդիկ։ Հայրենասեր, այո։ Ընտանիքում Ձմեռ պապիկի պատասխանատու գործը ում է վստահված։ Գիտեք, իմ փոքրերը արդեն բավականին մեծ են, ես արդեն ծորնիկ ունեմ, եւ դրանով արդեն նրանց ծնողներն են զբաղվում, մենք ուղղակի համեստաբար կողքից ինչ-որ կարողանում ենք։ Իսկ ուրախ եմ, որ հավատը փոքրերի մեջ չի կորել, նրանք հավատում են, որ կա Ձմեռ պապի հրաշքներ լինելուն է։ Ճիշտ ասած, ես էլ եմ հավատում, որ հրաշքներ պիտի լինեն, մենք այս վիճակից երևի դուրս պիտի գանք անպայման։ Իսկ Ձմեռ պապիկի պատասխանատու դերն ընտանիքում այս տարի ում է վստահված։ Ճիշտ ասած, Ձմեռ պապիկ երեխաները հիմա այնքան են փոխվել։ Նախկինում իմ քույրիկը գալիս էր Ձմեռ պապիկի շորերով բամբ ձայնով խոսում էր, իսկ կարծում եմ իսկապես Ձմեռ պապիկն է։ Հիմիկվա երեխաներին չես էլ կարող արդեն նրանով խաբել, որտեղ իրենք շատ լավ գիտակցում են, որ Ձմեռ պապիկը կարող է ես լինեմ։ Բայց ես չգիտեմ, երևի թե ես նորից։ Իսկ ընտանիքում Ձմեռ պապի դերը պարոն Ղազարյանին է վստահված։ Դե հա, իմ թորներից համար ես մեկ-երկու անգամ արել եմ ու գլխի չեն ընկել, որ ես եմ։ Ձայնս փոխած, լավ ձևափոխված մի խոսքով։ Բայց մի տարի որոշեց տղաստենի Ձմեռ պապին, ասեց դե բալիկ դեր ջան խոսած բան, դե ասել կապ չունի, որ դերասան չի բան, չես խոսած, ասեց, ոնց ես ասես դու Ձմեռ պապին չես, երեխան ասեց ինչից ի բացար, ասում կոշիկներից եմ։ Ախաղացել եմ, հետո օրակրոջ աղջիկ ունեի մանկապարտեզի վարիչ էր, կանչում էր մանկապարտեզում ես որպես Ձմեռ ժամանակ թատերականի ուսանող էի, որպես Ձմեռ պապի էի հանդես գալիս։ Մի խոսքով այնքան հետաքրքիր հուշեր արտացրին իմ մեջ։ Իսկ Արա Գևորգյանը Ձմեռ պապիկից ինչ է խնդրում։ Ձմեռ պապիկից եւ միաժամանակ Աստծուց կխնդրեի, որ մեր երկրին տար խաղաղություն,
եւ մեր երկրում եւ ամբողջ աշխարհում լինի խաղաղություն, սկսենք ավելի հանգիստ, անհոգ ապրել։ Կցանկանայի բոլորի տներում, ընտանիքներում լիներ ջերմություն, լիներ ժպիտներ, իրարից սկսենք ուրախ լուրեր լսել, սկսենք իրար սիրել, դադարեցնենք ատելությունը, բոլորս խոսքներս մեկ արած, ասենք վերջ ատելությանը, վերջ վատ կոմենտներին, վերջ իրար ատելուն ու սկսենք իրար հետ ապրել ժպիտով ու սիրով։ Շնորհավոր։ Շնորհավոր նոր տարի եւ գալիք Սուրբ Ծնունդ։ Խաղաղություն Հայաստանում եւ ամբողջ աշխարհում։ Հիմնական ամենակարևոր հանգամանքը երևի է դա։ Զաբաջան ծմեր պապիկից ամենառաջին այսօր մեր ամենակեր խնդիրն է խաղաղություն մեր հայոց աշխարհին։ Կարինե Բադալյանը ամեն տարի միշտ երևի խնդրում է ձմեր պապիկից բոլոր իմ բարեկամներին, ազգականներին, իմ ընկերներին, իմ հայ ողջ ժողովրդի համար մեծ առողջություն, հաջողություն, բայց այս տարի ես ուզում եմ, որ մեր երկիրը լինի խաղաղ, ես ուզում եմ, որ մենք ավելի շատ իրար սիրենք, ես ուզում եմ, որ մենք սովորենք իրար սիրել շատ խորը սերով, որ մենք լինենք ուժեղ, որտեղ սիրող մարդը միշտ ուժեղ է։ Ես ուզում եմ, որ չարությունը եւ նախանձը լրիվ անցնի մեր կողքով, ու մենք չիմանանք դա ինչ է։ Մենք իրար պետքա սիրենք։ Մեր պապիկից միշտ խնդրում եմ խաղաղություն եւ առողջություն։ Դա ամենակարևորն է եւ շատ կցանկանամ, որ բոլորիս հավատը անսասան լինի։ Բոլոր իրավիճակներում եւ բոլոր դեպքերում հավատը ամենակարևորն է կյանքի նպատակների իրագործման եւ առհասարակ ամեն օր ապրելու։ Ձմեր պապիկից շատ կխնդրեի ամեն ինչից առաջ իհարկե իմ ազգի, իմ ժողովրդին, իմ երկրին բարեկեցություն, խաղաղություն, առաջընթաց։ Դա իհարկե կլինի իմ ամենամեծ ցանկությունը ձմեր պապիկին։ Շնորհավոր Ամանոր։ Շնորհավոր Ամանոր։ Ձմեր պապիկից խնդրում եմ առաջին հերթին, որ աշխարհին խաղաղություն լինի, մարդկանց առողջություն լինի։ Ուզում եմ ձմեր պապիկը բոլոր մեր հայ ազգին եւ ընդհանուր թող աշխարհով մասշտաբով լինի, մարդկանց դեմքին ժպիտ բերի։ Մենք մի քիչ փոխվենք։ Ձմեր պապիկից միշտ մի բան եմ խնդրում, ամենակարևոր բանը իմ ժողովրդի համար, դա բնականաբար խաղաղությունն է եւ իհարկե բարեկեցությունը։ Շատ ուզում եմ, որ այս կենցաղային սոցիալական դժվարին պայմանները չլինեն, որ մարդիկ բոլորը կարողանան իրենց հարցերը հեշտությամբ լուծել, իրենց խնդիրները չունենան։ Ես խնդրում եմ ձմեր պապիկից, որ հայ ազգը հպարտ լինի, միշտ գլուխը բարձր ու երկինքն էլ կապույտ։ Իրականում դա եմ խնդրում։ Բնականաբար իմ ժողովրդին նաև ցանկանում եմ առողջություն, ամենակարևորը կյանքում, իհարկե, իմ երեխաներին էլ հարազատներիս, մտերիմներիս, ընկերներիս բոլորին ժպիտով տեսնեմ։ Ես կցանկանայի, որպեսզի առաջի հերթին լինի խաղաղություն, քանի որ վերջի տարիներին ոչ միայն Հայաստանի համար, նաև ամբողջ աշխարհի համար խաղաղություն ցանկանալը դա արդիական է։ Եվ բացի դրանից թող որ մարդիկ լինեն առողջ, թող չունենա որևէ խնդիր, ցանկացած դժվարություններ լինեն հաղթահարելի եւ որ որևէ ընտանիքում մենք չարձանագրենք դժբախտություններ։ Ցանկանում եմ, որպեսզի բոլոր այն դրականը, որ կարող է իրականանալ Հայաստանի համար, թող որ 26 թվական լինի այդ թվականը։ Ձմեր պապիկից խնդրում եմ միասնություն, խաղաղություն, հանդուրժողականություն եւ պտղաբերություն։ Շնորհավոր Ամանոր։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Փիլիսոփա Երկահան Սայատնովան հետեւյալ խոսքերն ասում, չէ, ասում է երեք լավ էր, քան այսօր։ Ես չեմ ուզում համաձայնվել մեր մտքինի հետ։ Ես ուզում եմ, որ վաղն ավելի լավ։ Եկուց լավ լինի, քան թե այսօր։ Արդյոք մենք այդ դրանք հասնենք, դա Աստված դրա համար պետք է աշխատել, ձգտել։ Տիկին Աբաջան ասում են խոսքն ուժ ունի եւ բարեմաղթանքներն ու շնորհավորանքները երբեք շատ չեն լինում, հատկապես այս օրերին։ Այո։ Այս օրերին ցանկանում ենք մեր երկրի խաղաղություն, մեր մարդկանց հայ ազգին ուժ ու կորով, որպեսզի բոլոր դժվարություններին դիմակայի
Եվ իհարկե մեզ բոլորիս հաջողություն եմ ցանկանում ձեր եթերը միշտ անխափան ցանկանում եմ ձեզ կանալ ճանապարհ եւ անխափան եթեր։ Շնորհակալ եմ հրավերքի համար։ Շնորհակալ եմ, թող իրականանան բոլոր մեծ ու ազնիվ երազանքները։ Այո։ Շնորհավոր 2026։ Այո, շնորհավոր։ Ես ուզում եմ, որ նոր 2026 թիվը մենք մտնենք մեծ ժպիտով ու ասենք. ես սիրում եմ քեզ, իմ հայրենիք։ Շնորհավոր, Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Շնորհավոր։ Ես կուզենայի, որ մենք Սուրբ Ծննդյան տոնը ավելի վեր դասեինք, քան ամիս ամսաթվի փոխվելը։ Այո։ Բայց երկուսն էլ տոն է եւ մեր երկրում Փառք Աստծո երկուսն էլ նշվում են։ Եվ ամիս ամսաթվի տարվա փոխվելը եւ Սուրբ Ծննդյան տոնը մեզ համար իսկապես ամենագեղեցիկ տոներից է, իսկ ամենագեղեցիկը Սուրբ Ծննդյան տոնն է։ Թող տա Աստված 26-ը դառնա գոնե դավաճանության կոտրելու տարեթիվը։ 2026-ից ավելին ենք սպասելու։ Բնականաբար, ամեն օր պետք է ձգտենք ավելին, որպեսզի վաղը ունենանք էլ ավելի լավը, էլ ավելի հաջողվածը, մեր հանրությանը, մեր ժողովրդին տանք ավելին, քան կարող ենք։ Իրականում մենք կարող ենք շատ ավելին։ Պետք է ստեղծենք նոր հնարավորություններ, ինքներս աշխատենք եւ մեր վրա, մեզ վրա եւ մեր արտադրանքը ավելի կատարելագործենք, որպեսզի այն ճանաչելի լինի ոչ միայն մեր Հայաստանի Հանրապետության սահմաններում, այլ ամբողջ աշխարհում, որտեղ մենք ունենք զարմանահրաշ անուշեղեններ։ Ինձ թվում է հիմա բոլոր մարդկանց, ովքեր հայրենիքում են բնակվում Հայաստանում ու Հայաստանի համար լավն են ցանկանում, երևի թե բոլորս նույն բառերն ենք ասում, ինչ որ օրիգինալ չեմ գտնվի, որ ասեմ արժանապատիվ խաղաղություն եմ ուզում երկրիս համար։ Ուզում եմ, որ այլ որևէ կորուստ չտեսնենք, ուզում եմ, որ լացը լինի միայն ուրախության, ուզում եմ, որ մեր սխալների վրա սովորենք եւ փորձենք իսկապես մի հատ նայել մեր ներս ու հասկանալ, որտեղ ենք սխալվել, ու նոր մեղադրենք շրջապատին կամ առօրյային։ Թող իրականանան բոլոր մեծ ու ազնիվ նպատակներն ու երազանքները։ Շնորհավոր 2026։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Թող 2026-ը լինի խաղաղության, առողջության, նոր ձեռքբերումների, հավատի, լույսի, սիրո տարի։ Շատ ուզում եմ, որ ամեն ինչ շատ լավ լինի մեր երկրում, մեր մայր հայրենիքում։ Շնորհավոր։ Ուզում եմ, որ այս տարին լինի խաղաղության տարի։ Եվ օրանկես լինեմ, ոչ թե տարի, այլ խաղաղության դար եմ ուզում մեր ժողովրդի համար, որ մեր ժողովուրդը կարողանա մեջքը շտկել, որ մեր ժողովուրդը կարողանա նորից արարել, նորից աշխարհին ժպտացող աչքերով նայի եւ աշխարհը մեզ նայի ժպտացող աչքերով։ Շատ եմ ուզում խաղաղություն լինի, որովհետեւ մենք դրա կարիքը հիմա շատ ունենք։ Թող որ 2026-ը լինի սիրո, նոր ձեռքբերումների տարի եւ 2026-ին հայկական շամպայն խմելու առիթներ իսկապես շատ ունենանք։ Շնորհավոր մեր նոր տարին, առողջություն բոլորին, ուրախություն բոլորի ընտանիքում։ Իմ շատ սիրելի հայ ժողովուրդ, ցանկանում եմ ձեզ առողջություն, հաջողություն եւ շատ ուրախ նոր տարիներ։ Հավատացեք, մեզ մնում է միայն սիրել իրար եւ բարի լինել։ Ասում եմ բարությունը աշխարհը կփրկի, աշխարհի հետ գործ չունեմ, բայց սերն ու բարությունը մեզ կփրկի երևի։ Շնորհավոր նոր տարի եւ Սուրբ Ծնունդ։ Շնորհավոր Ամանոր։ Ուզում եմ իմ երեխեքը եւ ամբողջ երեխեքը նոր տարին ձմեռ պապին բերի լավ, գեղեցիկ ժամանակներ, առողջություն մեր երեխեքին, երջանկություն եւ երեխեքին եւ ծնողներին։ 2026-ը թող լինի մեծ ու փոքր երազանքների եւ շատ ազնիվ գործերի իրականացման տարի։ Շնորհավոր 2026։ Շնորհավոր 2026։ Շնորհավոր 2026։ Թող որ աշխարհի մանուկները ապրեն խաղաղության եւ երջանկության մեջ։ Շնորհավոր։ Սիրելի ժողովուրդ, շնորհավորում ենք ձեզ։ Առողջ եղեք, ամուր եղեք եւ միասնական։ Շնորհավոր 2026։ Շնորհավոր 2026։ Շատ ուզում եմ, որ բոլորը իրար շատ սիրեն, Կոմիտասը ասում էր սիրեք իրար, որ ապրեք։ Իսկապես պետք է իրար շատ սիրենք։ Եթե չսիրենք, կորցնելու ենք ամեն բան։ Ուզում եմ, որ 2026-ը գիտակից սիրո տարի լինի։ Շնորհավոր։ Շնորհավոր 2026։ Բիզնեսմեններիս առաջընթաց, նոր մտքեր, հաջողություններ, նոր նվաճումներ։ Ամեն տարի էլ ցանկանում ենք, ամեն տարի նույն խոսքերն ենք, ինչ պետք է ասենք ավել, առողջություն, պատերազմ չլինի, ժողովուրդը
ուշ լինի, գոհ լինի, աշխատանք ունենա, հանգիստ ապրի, վայելի կյանքը, չէ։ Ամեն տարի դրանից ավելի ինչ պետք է ցանկանան։ Ես էլի այս տարի ցանկանում եմ, որ ամենակարևորը խաղաղություն լինի, առողջություն, ամենակարևորներից մեկը։ Ու անհոգ ապրեն մարդիկ։ Սիվորը գա, գնա, ծառայի գա, մայրը սպասի, դուրը բացի, տղան մտնի, լաց լինի, այդ թողը տենց արցունքներ լինեն։ Ու վերջ ցանկամ ուզում եմ եզրափակեմ, ես իմ ցանկություններու բանը ասում եմ միշտ մեկ-մեկ կենացինել եմ ասում եմ աշխարհում ինչքան տխուր մարդ կա, Աստված ուրախացնի, ինչքան հիվանդ մարդ կա, առողջացնի, ինչքան էլ սոված մարդ կա, թող կշտացնի, թող լավ լինի 26 թվականը։ Այո, շատ բան չենք ուզում։ Շնորհավոր 2026։ Այո, վերջ, այսօրը եւ այս տարին էլ այլևս պատմություն են։ Դրականի ու ամենալավի սպասումով էլ ոտք դնենք 2026։ Այո, խոսքն ու միտքն ուժուն են, եւ ուրեմն 2026-ը թող լինի սիրո եւ խաղաղության, համերաշխության եւ ներդաշնակության տարի։ Թող որ այսօր հնչած բարեմաղթանքները կյանքի թևերով մեզ պարուրեն։ Ողջ 2026-ին։ Շնորհավոր 2026։ Հաղորդման գործընկեր MG Group սուպերմարկետների ցանց։ Սանտան կորել է։ Բոլոր բաժինները ստուգեն վերջին տեղակայումը։ Այ այստեղ են իսկական հրաշքները։ Լավ գնով, լավ որակով։ Սանտան գտնվեց։ Եթե ուզում եք, որ նոր տարին իսկապես հրաշքներով լցվի, գնացեք այնտեղ, որտեղ նույնիսկ Սանտան է գնում։ Հաղորդման գործընկեր Երևանի շամպայն գինիների գործարան։
հայկական շամպայն, առաջին շամպայնը Հայաստանում։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Հաղորդման գործընկեր Դան Դեսերտ։ Հաղորդման գործընկեր Արև Հայկական Անուշեղեն։ Հաղորդման գործընկեր Արքայաձոր ռեստորան։ Սիրող բոլորին հրավիրում ենք նոր Արքայաձոր ռեստորանային համալիրի փակ սրահ վայելելու ամենօրյա շոու ծրագրերը եւ համեղ խոհանոց։